Ոստիկանների կողմից այն խոչընդոտվում է, սակայն դուք փորձում եք ձեր ձայնը բարձրացնել։ Բոլորին այդ նույն հարցն եմ տալիս, արդյոք ձայնը տեղ կհասնի եւ արդյոք եվրոպացի գործընկերները կամ հյուրերը տեղյակ չեն, թե Հայաստանում ինչ է կատարվում։ Նախ մենք անկախ նրանից տեղ կհասնի, թե տեղ չի հասնի, դա մեր պարտքն ու պարտականությունն է, իրականությունը ներկայացնել առաջի հերթին միջազգային հանրությանը առհասարակ, որպեսզի նրանք իմանան, որ նրանց ստում են Հայաստանում ժողովրդավարության մասին հեքիաթներով, նրանց ստում են խոսքի ազատության մասին հեքիաթներով, նրանց ստում են մարդու իրավունքների գերակայության մասին հեքիաթներով, դրանք հեքիաթներ են եւ Հայաստանում որևէ կերպ իրականությանը դա կապ չունի։ Սա մեկ, երկրորդը, եկեք ֆիքսենք նաեւ, որ նաեւ եվրոպական երկրներում կան ընդդիմադիրներ, կան ազգային ուժեր, ովքեր մեր կոչը, մեր ձայնը լսում են եւ թույլ չեն տա, որպեսզի այն իշխանությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ունեն քաղաքական հետաքրքրություններ եւ անձնական քաղաքական հետաքրքրությունների համար քայլեր են ձեռնարկում, նրանք կբարձրաձայնեն իրականությունը եւ կասեն, որ ոչ, Հայաստանում կային քաղաքական բանտարկյալներ, կան լրագրողներ խոշտանգված, կան քաղաքապետեր, ովքեր կալանավորված են, բարերարներ, ովքեր կալանավորված են, եկեղեցականներ, ովքեր կալանավորված են եւ այլն, դա մենք միանշանակ մշտապես ենք անում։ 2018 թվականից ի վեր Հանրապետական կուսակցությունը եղել է, կա եւ լինելու է ամենաակտիվ ակցիաներ իրականացնող կուսակցությունը եւ այն կուսակցությունը, որը մշտապես եւ փողոցում եւ տարբեր աշխարհի ամբիոններում բարձրաձայնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերաբերող բոլոր հարցերը, Արցախցի մեր հայրենակիցներին վերաբերող բոլոր հարցերը եւ մշտապես ասել ենք եւ նորից կրկնում ենք, որ հայկական Արցախի էջը մեր համար փակված չի։ Կարծես թե դերևս տեղաշարժ չկա, մի հարց էլ հնչեցնեմ, Իլհամ Ալիևը հերավար տարբերակով ելույթ ունեցավ, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերի դեմ այսպես հոխորտաց, ինչպես նաև արցախցիներին սեպարատիստ անվանեց, այդ չեմ խոսում, որ նրա արժև դրված այսպես ջուրը, հա, ինչ անուններ կրում։ Տեսեք, որը ջերմուկն է։ Դա խաղաղություն Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, այդպես է կոչվում, երբ քանդում են մեր եկեղեցիները, երբ քանդում են մեր պատմական հիշողությունը, մեր ինքնությունը ջարդում են, մեր սրբավայրերը պղծում են եւ Նիկոլ Փաշինյանը դա անվանում է խաղաղություն։ Երբ 140,000 հայրենակից մեր էթնիկ զտման ենթարկվեց, ԿՊԱ-ականների համար դա խաղաղություն է։ Եվ Իլհամ Ալիևի հետ նրանց խաղաղությունը միակողմանի է։ Այսինքն իրանք ասում են, որ մենք խաղաղության տրամաբանությամբ ենք ընթանում, բայց ինչպես նաև լսեցիք երեք նրա հոխորտանքները Իլհամ Ալիևի, դա որևէ կերպ չես կարող անվանել խաղաղություն։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ այս իրավիճակում կարող են լինել նոր պահանջներ եւ այդ նոր պահանջները լինելու են նոր զիջումների տեսքով, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալի մասնախոսում իրանք քանդում են մեր եկեղեցիները, Արսեն Թորոսյանին մեկում հարցնում են, իսկ դուք ինչ եք ասում խաղաղության վերաբերյալ ձեր տեսլականին, այս է ձեր խաղաղությունը, ասում մենք լռում ենք, չենք պատասխանում, այդ ձև չես կարող կառուցել խաղաղություն, որովհետեւ մենք մեր հարևանների հետ կապված ունենք լավ օրինակ մեր եղբայրական Իրանի ժողովրդի հետ, թե ինչպես իրանք պարտադրեցին խաղաղությունը եւ այդ նույն կերպ պարտադրում էր խաղաղությունը Սերժ Սարգսյանը, երբ քարորիա պատերազմը հաղթում էինք, միակողմանի մենք պարտադրել ենք խաղաղություն եւ խաղաղությունը լինում է այդ ձևով, երբ որ Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանի ժամանակ ասում էր, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ այսօր ասում է, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ, իսկ Նիկոլ Փաշինյանին եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչների վրա մատաթափ տալի, այդ է իրականությունը։ Էմանուել Մակրոնը երեք հայտարարեց, որ 8 տարի առաջ իրենք Հայաստան չէին կարող գալ, քանի որ Հայաստանը համարում էին Ռուսաստանի մի մաս, սակայն հիմա հանգիստ կարող են գալ Հայաստան։ Չկասեք այս Իհարկե, արևմտյան տարբեր կենտրոնների համար Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանը ավելի անկախ էր եւ այդ անկախ լինելը
իրանց շատ դեպքերում ձեռնտու չէր, որովհետև Հայաստանը իրականում ինքնուրույն էր Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եւ որևէ կենտրոնի ենթակայության տակ չէր։ Ռուսաստանի Դաշնությունը մեր դաշնակիցն էր եւ մենք ունեինք դաշնակցական հարաբերություններ եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարողացել է եւ ԵԱՏՄ-ում անդամակցություն ապահովել Հայաստանին եւ կնքել ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, որը եղել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Երբ որ մենք մեր կուսակցությունը EPP-ի անդամ է եղել, երբ որ մենք եվրոպացիների մեր ռուս գործընկերների Չինաստանի կոմունիստական կուսակցության, ես ուզում եմ ներկայացնել ձեզ ձեր հարցին պատասխանեմ, որ հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անդամակցում է Յեդինե Ռոսիային որպես գործընկեր, EPP-ին եվրոպական ղեկավար իշխող կուսակցությունների ընտանիքին, Չինաստանի Կոմկուսի հետ աշխատել։ Ներողություն կվերադառնա։ Կարծես թե նախագահական նստավայրի դիմացից արդեն դուրս են գալիս եվրոպացի պատվիրակները, այստեղ վանկարկում են ազատություն ակցիայի մասնակիցները,